Սովորենք ճիշտ time frame ընտրելու կանոնները։ Ինչ կանենք մենք այսօր, մենք ծանոթանանք թե ինչ է time frame-ը, կհասկանանք ինչից է կախված time frame-ի ընտրությունը, կվելուծենք time frame-ի հետ աշխատելիս հաճախ հանդիպող սխալները։ Նախ եւ առաջ եկեք գրաֆիկների վրա հասկանանք, թե ինչպես է ձևավորվում, ինչ է նշանակում time frame եւ ինչպես է ձևավորվում այդ ընթացքում մոմը։ Գրաֆիկը կազմվում է մոմերի հաջորդականություններով։ Ամեն մի մոմին հաջորդում է հաջորդ մոմը, հաջորդ մոմին հաջորդում է հաջորդ մոմը եւ այսպես ձևավորվում է մեր գրաֆիկը։ Ինչպես է ձևավորվում մեկ մոմը։ Մեկ մոմը ձևավորվում է n time frame-ում, որը մենք ընտրել ենք այդ պահին։ Եթե մենք ընտրել ենք 1 ժամ time frame, 1 ժամ time frame, մեր մեկ մոմը ձևավորվում է ուրեմն 1 ժամում։ Եկեք հասկանանք ինչպես է ձևավորվում այդ մեկ մոմը։ Հիմա եկեք պատկերացնենք, որ առավոտյան ժամը 12:00-ն է։ 12:00-ից սկսում է ձևավորվել մոմը։ Գինը գտնվում է այդ պահին այս արժեքում։ Եվ գինը սկսում է տատանվել։ Բարձրանում է մեր գինը, իջնում է մեր գինը, էլի է բարձրանում։ Իջնելիս ձևավորում է այդ 1 ժամվա ընթացքում իր մինիմում արժեքը։ Հետո բարձրանում է, ձևավորվում է այդ 1 ժամվա ընթացքում իր մաքսիմում արժեքը։ Մաքսիմում արժեքն է ձևավորում։ Հետո իջնում է ինչ-որ մի կետի վրա, դառնում է ժամը 1:00 եւ մոմը փակվում է։ Ինչպիսի մոմ մենք այս պահին ունեցանք։ Սա եղավ մեր բացման արժեքը։ Այսինքն այստեղից բացվեց մեր մոմը։ Եկեք սա փակեմ։ Так։ Այստեղից բացվեց մեր մոմը։ Այստեղ փակվեց մեր մոմը։ 1 ժամվա ընթացքում իր մաքսիմումը գրանցեց այս արժեքում։ 1 ժամվա ընթացքում իր մինիմումը գրանցեց այս արժեքում։ Ուրեմն ձևավորվեց բացման եւ փակման արժեքներով ձևավորեց մոմի մարմինը, իսկ իր մինիմում եւ մաքսիմումներով ձևավորեց մոմի ստվերները, մոմի վերին ստվերը եւ մոմի ստորին ստվերը։ Հենց այս տարբերակով էլ կառուցվում են մեր գրաֆիկները։ Ցանկացած մոմ, որ դուք կտեսնեք այս գրաֆիկի վրա, կազմվել է նույն տրամաբանության մեջ, կառուցվել է նույն տրամաբանությունից ելնելով։ Մեզ մոտ հենց հիմա դրված է 1 ժամ time frame։ Եթե դիտարկենք այս կանաչ մոմը դիտարկենք։ Ներքևից իր բացման ժամն է, բացման արժեքն է։ Այստեղ ինքը բացվել է մոմը։ Վերևից, որտեղ վերջանում է մարմինը, այդտեղ իր փակման արժեքն է եւ ստվերների մաքսիմումներով եւ մինիմումներով ձևավորվել է տվյալ ստվերի մինիմումը եւ մաքսիմումը։ Ինչա time frame-ը ժողովուրդ եւ ինչի համար է այն հարկավոր, ինչպիսին են լինում եւ որը ընտրի սկսնակ։ Ինչա time frame-ը մենք արդեն հասկացանք։ Ինչպիսին են լինում time frame-երը։ Ինչպես որ գրաֆիկների վրա ես ձեզ ցույց տվեցի, time frame-երը կարող տատանվեն 1 վայրկյանից մինչև 1 ամիս եւ ավել ժամկետով կարելի է ընտրել time frame-եր։ Time frame-երի ընտրությունից կփոփոխվի նաեւ գինը, որովհետեւ եթե մենք ընտրել ենք 1 ժամ time frame, ձևավորվել է 1 հատ մոմ 1 ժամում։ Եթե մենք ընտրել ենք 15 րոպե time frame, 15 րոպեում ձևավորում է 1 մոմ, որը ներառում է 4 հատ 15 րոպեի ձևավորված մոմերով կձևավորվի մի հատ 1 ժամանոց time frame-ում ձևավորված մոմ։ Եթե ես ընտրեմ 4 ժամանոց մոմ, եւ եկեք գրաֆիկների վրա միանգամից նայենք։ Եթե նայենք օրինակի համար այս նախավերջին մոմը, նախավերջին արդեն ձևավորված ավարտված մոմը։ Այս մոմը ձևավորվել եւ ավարտվել է համապատասխան ժամանակահատվածում 19:00-ին ավարտվել է մոմը, դրանից 4 ժամ առաջ եթե նայենք 1 ժամանոց մոմերով, այդ մի հատ մոմը ձևավորել է այս վերջի 4 հատ մոմով։ Վերջի 4 հատ մոմերը ձևավորել են մի հատիկ 4 ժամանոց մոմը։ Так, time frame-ը անգլերեն հենց time frame, ընկերներ,
մեկ մոմի կամ մեկ բառի ձևավորման ժամանակահատվածն է։ Երբ մեկ մոմը մեկ բառը ձևավորվում ավարտվում է, սկսվում է ձևավորվել հաջորդ մոմը։ Time frame-ը կախված է ընտրված ռազմավարությունից, մարտավարությունից, ձեր առևտրային սիստեմայից, թե ինչպիսի time frame ընտրել, թե որ time frame-ում վերլուծել գրաֆիկը։ Երկարաժամկետ ռազմավարության համար անհրաժեշտ է ընտրել ավելի երկար time frame-եր, այսինքն 1 օրանոց, 1 շաբաթանոց, 1 ամսվանոց մոմերով կարելի է դիտարկումները կատարել։ Կարճաժամկետի համար ընտրում ենք փոքր time frame-եր։ Ընտրում ենք փոքր time frame-եր, 5 րոպեանոց, 15 րոպեանոց, 30 րոպեանոց եւ այդպես շարունակ։ Սկսնակի համար ամենահարմար ժամանակահատվածը, ամենահարմար time frame-ը ընտրել 1 ժամանոց time frame-ը։ Time frame-ի մշտական փոփոխությունը դա ամենատարածված սխալն է, որ անում են սկսնակները։ Time frame-ի մեծությունից կախված է հնարավոր գործարքի տևողությունը։ Կարճաժամկետ գործարքների համար իհարկե խորհուրդ չի տրվում ընտրել մեծ time frame-եր, 1 օրանոց կամ 1 շաբաթանոց time frame-երով կատարած գործողությունները։ Time frame-ի քաոսային փոփոխությունը կարող է հանգեցնել անցանկալի արդյունքների։ Դրա համար ընտրում ենք 1 time frame, վերլուծությունը կատարում ենք 1 time frame-ում եւ բացում ենք գործարքները հենց այդ time frame-ում։ Ընտրում ենք առևտրային ռազմավարություն եւ սեփական ոչ սեփական առևտրային սիստեմա։ Եվ այդ առևտրային սիստեման պետք է ներառի նաև հենց time frame-ի ընտրությունը հիմնվելով գործարքների տևողության վրա։ Ինչ արեցինք մենք։ Իմացանք ինչ է time frame-ը, հասկացանք ինչից է կախված time frame-ի ընտրությունը, վերլուծեցինք time frame-ի հետ աշխատելիս հանդիպող հաճախակի սխալներին։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ վիդեոյի շրջանակում։